Իվան ջան, խնդրում եմ էլի, Միրոն ընտես բան չի կրկնի, խնդրում եմ ներիր ինձ էլի, Միրոն հեսա ինք իրան կպատժի։ Իրայդ, իմ մերձավորի մերձավոր, ինչ է պատահ։ Միրոն որ ասի ինչ արել, Միրոյի գլուխը կվերցնես ու կտես պատին, հենա Միրոն ինք իրան պատժում է էլի։ Չի լինի նման բան։ Ես քեզ չեմ պատժի, միգուցե առաքումների հասցեներն ես խառնել։ Չէ, Միրոն բոլոր հասցեներով գնացել է։ Ապա ինչու ես ջարդում քո գեղեցիկ գանգը։ Միրոն պատվերներն է մոռացել տանի։ Եթե պատվերներն ես մոռացել, ապա ինչու ես գնացել դատարկ պայուսակով նշված հասցեներով, իմ տխմարամիտ ընկեր։ Միրոն գնացել է զգուշացնի, որ մի քիչ պատվերները ուշանալու են, որ հաճախորդները չանհանգստանան։ Ոչինչ, կարող է նման բան պատահել։ Ուղղակի խնդրում եմ մի քիչ ուշադիր լինես։ Միրոն չհասկացավ։ Իվան, ինչի՞ չես ասում։ Դու այն ասում։ Այդ տխմարամիտ։ Ոնց կարելի է գնալ պատվերի ու պատվերը չտանել։ Շինո, այ ես ընկերոջս վեկանու ռադ եղեք ստեղից։ Ախ, սերտս, ախ, տերտս, այ, պապա ջան, սրանց տեղը, Չի լինի նման բան։ Չի լինի նման բան։ Դու կարող ես հիմա նորից տանել առաքումները ու այդ քայլով ուղես, շտկես քո սխալները։ Ուղղակի խնդրում եմ։ Եղիր աչալուրջ։ 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 Չէ, ես Իվանը լրիվ ցանդել է։ Պետք է Ժիրոյին ասեմ աղբորը տիրություն անի։ Մամ ջան, իմ ու Իվանի հարաբերությունները թու արդեն բավականին լավ են։ Մնում է այդ հավին փիդրեմ ու արանքից անեմ։ Կուզես այդ փիդրած հավին անիծելու համար դիմեմ մեր բախտագուշակների հասարակական կազմակերպությանը։ Որ ինչ անեք։ Լավագույն գուշակների ֆորում անենք, միասնական անեծք կարդանք։ Թե մամա ջան, որոշել եմ այսօր հետը գնամ խոսեմ։ Հուսամ կհասկանա։ Այ եթե չհասկացավ, ուրեմն արդեն ծանր հրետանի ենք մտցնում։ Թուղթ ու գիր, մոմ թափել, անեծք։ Դու ինձնից լավ գիտես ինչ անես։ Դու դրան ասա, որ մերը սխառնվեց, հեռանալու ես հավիտյանս հավիտենից։ Շնչի